Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին 168 կետայեմը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ Թորան, Գյումրիի նախկին փոխխաղաղապետ, ներկայումս այս ամսվա վերջում Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը Վահագն Մկրտչյանը հարևանի հետ պատիվ վեճ ունի։ Գյումրու Մայկովսկի փողոցի 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն եւ Շիրակի մարզի դատախազություն առայն, որ իր եւ իր մահացած հորեղբոր աղջկա անունից ով տան համասեփականատերն է կեղծ թղթեր են սարքվել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին, իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ։ Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին, ավելի վաղ առավոտին ասել էր Վահագն Մկրտչյանը, մինչդեռ 168 կետայեմը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց այն համաձայնագիրը, որ հանգուցյալ Կարինե Մախոսյան Հարթենյանը, ում անունազգանունն ի դեպ տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին կեղծ է։ Եվ դա փաստում է թե Գագիկ Հարթենյանը, թե փորձագետը։ Այդ ժամանակ մենք չէինք կարողացել պարզել ի վերջո ով է կեղծ փաստաթղթի հեղինակը, ում ձեռքերով է գրվել կեղծ համաձայնագիր։ Եւ ահա 168 կետայեմի տիրապետության տակ է հայտնվել ծրագրաբան փորձագետի եզրակացությունը, համաձայն որի համաձայնագրի հայատար տեքստային գրառումները կատարված են Վահագն Մկրտչյանի կողմից։ Նույն այն Վահագն Մկրտչյանի, ով ասում էր, որ ինքը չի հավակնում հարևանի տան պատին, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով փաստորեն փաստաթուղթ է կեղծել Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո փոխքաղաքապետ եղած ժամանակ։ Նկատենք, որ այս գործի կուրատորը Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արծրուն Ալեքսանյանն է։ Քննչական կոմիտեում գործը ծածկադմփոց անելու պարտականությունը ՔԿ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Արայիկ Դարփինյանինն է, իսկ գործը քննող քննիչը Վիրապ Սաֆարյանն է, ով էլ հենց այս ամբողջ կեղծիքն առաջ տանելու հեղինակն է։ Տրամաբանական է, որ այս մարդիկ չեն այս գործի իրական շահառուները, հանձնարարել են, արել են։ Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների Աննա Հակոբյանի մորաքրոջ Թորանը լավություն անելու կնքահայրերը հենց նրանք են, ու նրանք են նաև ամեն ինչ արել, որ վերոնշյալ եզրակացությունները ջրի երես դուրս չգան։